Փաստագիր 1128 օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում այս ծրագրի ներքո մենք ունենք մեր ամենամեծ ֆինանսական հատկացումը 12 միլիարդ 835 միլիոն դրամ այս ծրագիրը ապահովելու է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմինների միջոցով մեր քաղաքականության կառավարության քաղաքականության իրականացումը, ինչպես նաև իհարկե հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այս պայդրությամբ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 185 երկրների հետ, այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել արդեն ասվեց Պակիստանի հետ, ինչպես նաև Սողոմոնյան կղզիների հետ, Ընդհանրապես այս ծրագիրը երկու բաղադրիչով կարելի առանձնացնել, նախ ուրեմն դեսպանությունների բացումը, այսինքն մեր հետագա դիվանագիտական ներկայության ընդլայնումը մեր կարևոր ուրեմն քայլերից մեկն է, մենք շարունակում ենք սա շարունակել եւ շարունակել այս ուղղությամբ ջանքեր գործադրել, այստեղ մեծ հաշվով խնդիրը միայն ֆինանսական ռեսուրսների ժամանակին տրամադրման ավելացման մեջ է, կառավարությունը սրան ուշադրություն դարձնում է, այս տարի մենք ուրեմն դեսպանությունը կարողացանք հիմնել Կիպրոսում, Հունգարիայում արդեն մեր դեսպանը աշխատում է եւ կհիշեք երևի Օմանում մեր հարաբերությունները շատ կարևոր ենք համարում այս երկրի հետ եւ այնտեղ նույնպես դիվանագիտական ներկայություն հաստատեցինք, դեսպանություն բացեցինք։ Եվ երկրորդ բաղադրիչը այնուամենայնիվ եղած գույքի օրինակ ասենք վերանորոգում, ավտոպարկի մասին հոգ տանել, դիվանագետների աշխատանքային սոցիալ-տնտեսական ուրեմն պայմաններ, այս բոլորը այս ծրագրի ներքո է իրականացվում, նաև գույքի անշարժ գույքի ձեռքբերումն է այս ծրագրի ներքո իրականացվում, ես ուզում եմ հիշեցնել 23 թվականին մենք Լոնդոնում ձեռքբերեցինք դեսպանության համար անշարժ գույք, հուսամ հնարավորություն առիթ եղել է այցելել տեսնելու 24 թվականին Փարիզում շուտով հուսով եմ այնտեղ եւս վերանորոգման աշխատանքները կավարտվեն եւ մենք կտեսնենք ի վերջո ամբողջությամբ մեր ձեռք բերած գորգը արդեն վերանորոգված եւ 25 թվականին այս տարի հաշվետու, այսպես ասած, տարում մենք անշարժ գույք ենք ձեռք բերել Բրյուսելում այս գործընթացը եւս շարունակական բնույթ